Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլկերսոն, օր ապրիլի 22։ Հավատքի անհիմնությունը։ Երբ Աստված ասում է մարդկանց հավատացեք, նա խնդրում է մի բան, որը լիովին անհիմն է։ Հավատքի բուն սահմանումը վերաբերում է անհիմն անտրամաբանական մի բանի։ Խորհեք այդ մասին։ Եբրայեցիս գրքում մենք կարդում ենք, որ հավատքը հույս ունեցող բաների էությունն է, չտեսնված բաների ապացույցը։ Մի խոսքով մեզ ասվում է. չկա շոշափելի նյութ, տեսանելի ապացույց, բայց միևնույն է, պետք է հավատալ։ Անկամ հիմա ողջ աշխարհում հավատացյալների բազմությունը ընկճված է հուսահատության մեջ։ Մենք բոլորս էլ այս կյանքում կշարունակենք հանդիպել հուսահատության։ Այնուամենայնիվ, եթե մենք հասկանանք հավատքի էությունը, դրա անտրամաբանական իռացիոնալ բնույթը, մենք կգտնենք այն օգնությունը, որն անհրաժեշտ է դրա միջով անցնելու համար։ Ծննդոց գրքի 12-րդ գլխում մենք տեսնում ենք, որ Աստված խոսում է Աբրահամին. «Վեր կաց, գնա քո երկրից»։ Աբրահամը միգուցե մտորում էր, բայց ուր Տեր։ Սակայն Աստված նրան շատ պարզ կպատասխաներ. դու պարզապես գնա։ Դա տրամաբանական չէ ոչ մի մտածող մարդու համար։ Ես դա ասում եմ յուրաքանչյուր քրիստոնյա կնոջ։ Պատկերացրեք, որ ձեր ամուսինը մի օր տուն է գալիս եւ ասում. պատրաստվիր, մենք պետք է գնանք։ Իհարկե դուք կցանկանայիք իմանալ, թե ինչու, որտեղ կամ ինչպես, բայց միակ պատասխանը, որ նա կտա ձեզ, դա չգիտեմ։ Ես միայն գիտեմ, որ Աստված ասաց գնա։ Հավատքով Աբրահամը, երբ որ կանչվեցավ, հնազանդ եղավ դուրս գնալու այնտեղ, որ ժառանգության համար ստանալու էր, եւ դուրս եկավ գնաց առանց գիտենալու, թե ուր է գնում։ Եբրայեցիս 11-րդ գլուխ 8-րդ խոսք։ Հավատքը պահանջում էր, որ Աբրահամը գործեր ոչ ավելին, քան այս խոստումով։ Մի աստղազարդ գիշեր Աստված ասաց Աբրահամին. դեպի երկինքը մտիկ արա եւ աստղերը համարիր, եթե որ կարող ես նրանց համարել, այսպես կլինի քո սերունդը։ Ծննդոց 15-րդ գլուխ 5-րդ խոսք։ Աբրահամը այդ ժամանակ արդեն ծեր էր, ինչպես եւ նրա կինը Սառան։ Այնուամենայնիվ նրան խոստում տրվեց, որ նա կդառնա շատ ազգերի հայր։ Աբրահամը հնազանդվեց եւ Աստված եկավ Սուրբ Հոգու կատարյալ ժամանակին։ Նա միշտ է դա անում եւ դա կանի նաեւ ձեզ համար։